Ուրեմն 92 թվականին ես եկել եմ Հայաստան առաջին անգամ լալով անկախությունից հետո ու գործուղվել եմ ստեղ մեր շրջանի, արևելյան շրջանի երիտասարդական միության internship ծրագրի հետ, բայց ես նոր շարքերն էի անցել ու իմ թիմնակիրը հետս բերել եմ, փոխանցակիրս բերել եմ ու մասնակցել եմ ստեղ 3 ամիս Նիկոլ Աղբարյան ուսանողական միության։ Այն ժամանակ երկրորդ ամյակն էր ուսանողական միության ու այսօր շատ հպարտությամբ ներկա գտնվում 35-րդ ամյակին։ Երիտասարդության կարևորությունը մեր համար շատ սուրբ է, որովհետև դաշնակցության գոյատևման պատճառը եղած է միշտ մեր երիտասարդությունը, երիտասարդական միությունները, ուսանողական միությունները, պատճառը, որ մենք այսօր կանք, այսքան 100 տարուց հետո ու ուրիշներ չկան, դա որ մենք միշտ ունեցել ենք առողջ երիտասարդություն։ Մեր ղեկավարությունը, մեզ առաջնորդողը, մեր հույս տվողը միշտ եղած է երիտասարդությունը եւ այդ ճիշտ է։ Ու մենք շատ հպարտ ենք, որ այսօր կշարունակվի այդ ընթացքը։ Կարող եք նշել որևէ դեպք, որևէ պատմություն, որն առավել եւս առանձնանում է Նիկոլ Աղբալյան ուսանողական միության 35 տարվա այս գործունեության պատմության մեջ։ Իհարկե, կարող եմ հիշել այդ բոլոր օրերը, որ այդ 3 ամիսը որ ստեղ էին 92 թվականին, որ ամեն գիշեր բանով էինք սպառվում, ցույցերով եւ այլն, այդ իմ առաջին անգամն էր, որ այդքան նվիրված երիտասարդների հետ էի շփվել։ Ամերիկա իհարկե շատ նորից նվիրված երեխեք կան, բայց իրարից շատ հեռու ենք, շատ քիչ է լինում, որ շատ մեծ թվով կողքի ենք լինում, ու այս անգամ որ ստեղ էի ու ցույցեր էին գնում, այդ ժամանակ հիշում եմ քանի գիշեր յետևի օպերայի սանտուղների վրա էինք անցկացրել, այդտեղ նստել, ամբողջ գիշերը խոսալ, պաստառներ պատրաստել եւ այլն, եւ իհարկե շատ ծանր ամառ էր այդ ամառ առաջին Արցախի պատերազմի ընթացքին, Շուշին նոր էր ազատագրվել եւ դեռ Լաչինը մաքրելու ընթացքի մեջ էին մեր դղեկը ու այդ ամառ շատ զոհեր էինք տալիս, ուրեմն այդ ցույցի ընթացքին նաեւ մեր երիտասարդները նվիրած, որու մեծ մասը նաև գրված տղաք էին ու հերթով գնում գալիս էին։ Մեր համար Ամերիկայից եկած այդքան նվիրումը մեզ այդքան ներշնչած էր, որ օրինակ ես այսօր 33 տարի հետո շարունակում եմ նվիրված մնալ իմ ազգին։ Այս տարիների ընթացքում ձեր դիտանկյունից ինչպես է փոխվել Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, այդ սերնդափոխությունը ինչ դրական կամ բացասական կողմեր ունի։ Այո, այդ օրվա երիտասարդները այսօր իհարկե ղեկավարներն են մեր կառույցներու Հայաստան, որու համար ես շատ հպարտ եմ եւ ուրախ, ընկեր Քեղամը, ընկեր Արթուրը եւ այլն։ Բայց այս ընթացքին շատ նկատելի է նաև փոփոխությունը։ Այդ տարիներին մեզ պետք էր եւ ունեինք շատ ուժեղ իհարկե ուսանողներ, բայց անոր կողքին նաև քաչ անվախ տղաք, որ միշտ պատրաստ էին իրանց կյանքի քնով պաշտպանել երկիրը։ Դարիների ընթացքին, երբ որ պատերազմը մի քիչ թատրած էր կամ սար պատերազմ էր, ավելի ճիշտը 30 տարիների ընթացքին, տեսանք աճումը, կենտրոնացումը մեր երիտասարդների ավելի մտավորական հարցերով զբաղվելու եւ այլն, բայց ցավոք փաստեցին նորից, ցավոք, այսինքն այդ իմաստով որ նորից կորուստներ տվեցինք մեր դողոց, բայց մեր երիտասարդությունը մանավանդ ուսանողական միությունը նորեն փաստեց, որ իր արմատներուն գարչած է։ Ինքը միշտ պատրաստ է թե իր ուղեղով, թե իր մարմնով, թե իր վերջին գաթիլ արյունով գարչած մնա իր հայրենիքին։